որ հիմա ասել ենք Հայաստանի Հանրապետություն, ունենք նաև մեծ սփյուռք, որը գլոբալիզացիայի դարում մեծ կարևորություն ունի ցանկացած երկրի համար։ Օրինակ հիմա մեզ իմ կարծիքն է, չգիտեմ, մեզ անհրաժեշտ է մի գաղափարախոսություն, ազգային գաղափարախոսություն, որի շուրջ հնարավոր կլինի համախմբել, օրինակ միջև էս համախմբել ենք ցեղասպանության շուրջ, իսկապես դա եղել է ու միջև հիմա էլ գնում է, որը ես էլ եմ կողմնակից, որ հարուսպահանջատիրությունը պիտի դառնա այդ կրբանը, այսպես ասած։ Ինչ կարելի անել, օրինակ մենք ինչ կարող ենք անել այդ ուղղությամբ, ասում ենք լավ հրեաների համար փող չեն տա, հայերը այսպես եւ այլն, մենք միթե Սփյուռքում թեկուզ չունենք շատ լավ իրավաբաններ, տնտեսագետներ, որոնց կարելի է հավաքել մեկ ընդհանուր, երբ որ մենք ունենանք արդեն այդ այն ինչ մենք Թուրքիայից ենք ուզում, այսինքն մեկը մեր հային եթե հարցնում ես թուրքից ինչ ես ուզում, ինքը լրիվ մի ուրիշ բան է ասում, մեկը մի ուրիշ բան, այս վերջում են ինչ-որ արևմտահայոց կառավարություն էր, որին ես այդ կամայն արդեն սկսել են իրենց կառավարությամբ են սկսել են դա է իմանալ ինչ կարելի է, ինչ անենք, որ այդ անջրպետը սկսի վերանա։ Բայց այդ մասնակիցները դուք պիտի դառնաք։ Հիմա մենք անում ենք, սա ընդունենք, որ այդ քայլերից մեկն է։ Ես ուզում եմ մի փոքր անդրադառնալ այդ արևմտահայոց զանազան վտարանդի կառավարություններին եւ այլն։ Առաջին այսքից սա ծիծաղալու բան է թվում, գիտեք, բայց շատ լուրջ բացասական հետևանքներ կարող է ունենալ։ Բոլոր կառույցները, այսպես չասեմ, ոնց կոչեմ այդ կառույցներին, այսպես ասեմ, բոլոր KGB-ները ասենք ասենք, ոնց են պայքարում գաղափարի դեմ։ Այն գաղափարը, որը դու չես կարող ոչնչացնել, պիտի վարկաբեկես։ Վարկաբեկես գաղափարը կրողին, վարկաբեկես ինքնին գաղափարը, դա հին տակտիկա է։ Միշտ էլ գործել է ցարական Ռուսաստանում էլ, Սովետում էլ, Ամերիկայում էլ եւ այլն։ Այսինքն դու կոմունիստական գաղափարախոսության դեմ ես Ամերիկայում, սկսում ես ձեռ առնել, ցույց տալ ասել, որ գիտեք կոմունիստները կանանց ընդհանրացնում են, դարձնում են սեփականություն, մի աբսուրդ գաղափար, որը կբանի։ Հիմա երբ որ մենք ստեղծում ենք նման կառավարություններ, ինչ որ խաղեր ենք անում, ինչ որ սիգարով մի հատ տղու նշանակում ենք հյուպատոս, որը ինչ որ Playboy նման ժուրնալ է տպում, չէ՞ ինչքան հասկացա դրա խմբագիրն է ինչ որ այդ ձեր բանի եւ այլն, մենք վարկաբեկում ենք գաղափարը։ Եվ այն մարդիկ երբ որ լուրջ սկսում են խոսալ, բոլորը ծիծաղում են, որովհետեւ հիշում են այդ ամբողջ, այսինքն դա անլրջացնել, դա գաղափարի վարկաբեկում է գնում։ Այսօր հաստատ հետևողականորեն գաղափարի վարկաբեկում է գնում, որովհետև հասկացան, որ այլևս հնարավոր չի այդ պահանջատիրության դեմն առնել, այդ թվում հողային պահանջատիրություն, մեկ էլ հանկարծ սկսեցին հիմնականում մի հատ Մոսկվայում, մի հատ Փարիզում, մի հատ Լոս Անջելեսում հայտնվել ինչ-որ կառավարություններ, մարդիկ, իրենց պաշտոններ տալ իրար, ինձ մենակ երկու կառավարությունը առաջարկել է արտաքին գործերի նախարար, իրարից անկախել բան, ես մի հարց տվեցի, ասեցի, եթե դուք քարտեզի վրա ցույց տաք, որտեղ այդ պետությունը գտնվում, եւ որ թվականից որ թվականն ընդհանրապես գոյություն ունեցել, ես գուցե մտածեմ։ Իրանք երկար մտածեցին, չկարողացան գտնել այդ պետությունը որտեղ է եւ այլն, որտեղ դա նման է մեր մանկության տարիներ, մենք այդպես խաղեր խաղացել ենք, էլի, երբ որ ամեն մեկս մեկին ինչ-որ պաշտոն ենք տալի։ Դա այն առումով որպես շատ վտանգավոր տենդենս է։ Ինչ վերաբերում է ունենք արդյոք հայեր, որոնք մասնագետներ են, բան։ Շատ չունենք, բայց այստեղ բնավ կարևոր չի, որ այդ մարդը հայ լինի։ Կարևորը լավ մասնագետ լինի։ Հիմա հրեա կլինի, հայ կլինի, թե շվեյցարացի կլինի, էական չի։ Լավ մասնագետ լինի, ի վերջո վստահեցնում եմ ձեզ, հայներ է փողով աշխատելու։ Եթե անվճար աշխատեն, մինչև մի բան կանեին։ Իսկ քանի որ տվող չկա, չեն աշխատում։ Այսինքն ես չեմ մեղադրում մարդկանց։ Ես վստահեցնում եմ ինչու չեմ մեղադրում։ Ասենք իրավաբանը ինքը ժամը $600 փող է առնում, իսկ միջազգային անկի լավագույն մասնակիցը ժամը $1200 փող է առնում։ Նա ասում է ես գամ, նստեմ քո հետ ամիսներով ինչ որ մի բան ուսումնասիրեմ, ասում է, ասենք $10,000 է։ Մենակ այդ գիրք կարդալը, որտեղ ես դրա վրա այսքան ժամ պետք է։ Տվեք ինձ $10,000, ես նյութերին ծանոթանամ։ Չտակ ես կգնամ ուրիշ նյութերի կծանոթանամ, որին էլ փող կաշխատեմ, այսինքն ինչ որ հայցեր բաներ։ Դա իրավաբանն է դա, այսինքն ամեն բառը, ամեն րոպեն փող արժի։ Դրա համար այդտեղ պիտի դրվի։ Ինչի՞ չի անում Սփյուռքը, չեմ կարող ասել։ Տարբեր պատճառներ կա, սկսած անձնական շահագրգռությունից, չհավատալու նաև այսինքն շատ բաների, միլիոն հարց կա այդտեղ։
չեմ ուզում դրա մեջ մանանամ, մի ինչ-որ փոքր տեղաշարժ կա այդ ուղղությամբ, բայց առայժմ խոսքային մակարդակով է, օրինակի համար այդպես էլ չստեղծվեց որևէ բան, բայց ինչ-որ բաներ կա, ինչ-որ բան, օրինակ ես ասենք սա համառոտ տարբերակն է, սրա ամբողջական 44 էջ է, շուտով դա էլ լույս կտպվի, լույս կտեսնի ամբողջական զեկույցը, ես ասել եմ սրա մասին, Ալֆրեդ Դեզայասն է շվեյցարացի, երկու ամերիկացի ու ես այդ զեկույցը եղել եմ։ Սա առաջին քայլերից մեկն է։ Հիմա անթերիա չէ, անթերի չի բնական այսինքն, բայց արդեն փաստաթուղթ է, որը երկու տասնյակից ավել մասնագետներ են նայել, կարծիքներ են հայտնել, ինչ որ մի որոշ փորձաքննություն անցել է եւ բան ա եղել։ Բայց շատ ավելի լուրջ, այսպես ասած, աշխատանքի կարիք ունես ամբողջը հասցնելու այդ մակարդակի։ Կամ Ռուսաստանում էլ մի հոգի գոնե ես ճանաչում եմ շատ լավ, շատ բարձր, բայց ռուսական պետության համար աշխատող մի իրավաբանի, նա պատասխանը մոտարապես հենց է, թոշակի գնամ նոր, հիմա ես չեմ կարող, կամ թող Հայաստանի պետությունը դիմի Ռուսաստանի ղեկավարությանը, նա ինձ հանձնարարի ես զբաղվեմ, բայց նա պետական պաշտոնյա է շատ բարձր, ես ասում եմ չեմ կարող, այսինքն վտանգեմ իմ կարիերան, իմ աշխատավարձը հանում ինչ-որ մի գաղափարի, որը բան է, այդ էլ մի օր թոշակի կանցնի, ուրիշ տեղեր էլ կան այսինքն, հայեր